16 տարի առաջ հանդիպել էի Պլատոնի այս առակին, քարանձավը առակը, և 3 նորից կարդում էի և մտածեցի, որ շատ կարևոր է, որպեսզի ես այս առակով կիսվեմ ձեզ հետ։ Առակը այսպիսին է. մարդիկ ծնվում են քարանձավում և շղթայված ապրում են այնտեղ, և միակ ուղղությունը, որ կարող են տեսնել, նայել, դիմացի պատն է քարանձավի, և այնպես են նրանք շղթայված, որ որևէ մյուս կողմ չեն կարող պտտել իրենց գլուխը։ Բայց նրանց մեջքի ետևում այրվող, վառվող կրակ կա։ Նրանց մեջքի ետևում և այրվող կրակի մեջտեղով անցնող մարդիկ։ Անց ու դարձ անող մարդկանց ստվերները ընկնում են դիմացի պատի վրա։ Շղթայվածները տեսնում են միայն այդ մարդկանց ստվերները։ Նրանց ձեռքին բռնած առարկաներով, ինչ-որ մի ժամանակ անց նրանք սկսում են անուններ դնել այդ ստվերներին, առարկաներին, սկսում են պաշտել։ Ժամանակն անցնում է և շղթայվածներից մեկը մեկ օր ազատվում է։ Ետ է պտտվում, տեսնում է կրակը։ Կրակի լույսը ցավեցնում է նրա աչքերը։ Հետո նա նկատում է ելքը քարանձավից։ Մոտենում է, դուրս է գալիս, տեսնում է արևը, երկինքը, բնությունը։ Բնականաբար նրան որոշ ժամանակ է պետք լինում, որպեսզի ադապտացվի իրականությանը։ Հետո հիշում է իր շղթայված ընկերների մասին, որոշում է ետ գնալ և ազատել նրանց, պատմել, թե որն է ճշմարիտը։ Հետ է գնում քարանձավ, շղթայվածներին պատմում է իրականությունը, և նրանք սկսում են ծաղրել այս մարդուն։ Նա փորձում է նրանց ազատել շղթաներից, և շղթայվածները այս մարդուն սպառնում են, որ կսպանեն։ Մտածեք այս մասին։